Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 20-րդ գլուխ։ Դավիթ ձերացած եւ իր օրերեն գշտացած էր, երբ իր որդին Սողոմոնը Իսրայելի վրա թագավոր նշանակեց։ Ղևդացներուն կորձը։ Իսրայելի բոլոր իշխանավորները, նաև քահանաներն ու ղևդացիներ հավաքեց։ Ղևդացներեն 30 տարեկանեն վեր եղողները մեկ առ մեկ հաշվվեցան, անոնց թիվը 38,000 եղավ։ Դավիթ ասավ. Ասոնց մի 24,000-ը դիրոջ դան կորձին վերագացու լան, 6,000-ը ոստիկաններ ու թադավորներ, 4,000-ը թռնաբաններ, իսկ 4,000-ն ալ դերը կովապանելու համար շինած նվակարաններովս։ Դավիթ զանոնք 10-րու բաժնեց Ղևի որդիներուն Քերսոնի, Գահաթի ու Մերարիի համեմատ։ Քերսոնյաններեն էին Ղաթան ու Սեմեի։ Ղաթանի որդիները 3 էին, առաջինը Հեքիել, հետո Զեթամ ու Հովել։ Սեմեի որդիները 3 էին, Սաղոմոտ, Ազիել եւ Արան։ Ասոնք Ղաթանի նահաբետներն էին։ Սեմեի որդիներն էին Հետ, Զիզա, Հեյուս ու Փարիա։ Ասոնք Սեմեի 4 որդիներն էին։ Հետ առաջինն էր, Զիզա երկրորդը, բայց Հեյուս եւ Փարիա շատ որդիներ չունեցան, ուստի իրենց նահաբեդության համեմատ միայն մեկ վերադեշչություն ունեցան։ Գահաթի որդիները 4 էին, Ամրամ, Իսահար, Քեփրոն եւ Ոզիել։ Ամրամի որդիներն էին Ահարոն ու Մովսես։ Ահարոն զատվեցավ, որբեսի ինք եւ իր որդիները ամենասուրբ բաները ընծայեն Հավիդյան, դիրոջ արչեւ խունկ ձխեն, անոր բաշտոն գդարեն ու անոր անունով օրհնեն Հավիդյան։ Իսկ Աստուծո մարդուն Մովսեսի որդիները Ղևի դոհմին հետ համրվեցան։ Մովսեսի որդիներն էին Քերսամ ու Եղիազար։ Քերսամի որդիներուն գլխավորն էր Սուփայել։ Եղիազարի որդիներուն գլխավորն էր Հրափիա։ Եղիազար ուրիշ որդի չուներ, բայց Հրափիայի որդիները հույժ շատցան։ Իսահարի որդիներուն գլխավորն էր Սաղոմոտ։ Քեփրոնի որդիներուն առաջինն էր Հերիա, երկրորդը Ամարիա, երրորդը Հազիել, չորրորդը Հեգամամ։ Ոզիելի որդիներուն առաջինն էր Միքա, երկրորդը Հեսիա։ Մերարիի որդիներն էին Մոհողի եւ Մուսի, Մոհողի որդիները Եղիազար ու Գիս։ Եղիազար մեռավ, անորդի չուներ, հապա միայն աղջիկներ։ Իրենց եղբայրները Գիսի որդիները արին զանոնք իբր գին։ Մուսիի որդիները 3 էին, Մոհողի, Եթեր եւ Հերիմովտ։ Ասոնք էին Ղևի որդիները իրենց նահաբեդություններուն համեմատ։ Անունով մեկ առ մեկ համրված նահաբետները 20 տարեկանեն վեր, որոնք դիրոջ դան զարայության կորձ կգադարեին։ Արտարև Դավիթ ըսեր էր. Դերը Իսրայելի Աստվածը իր ժողովուրդը հանգստացուց ու Հավիդյան Երուսաղեմ պիտի փնագի։ Ղևդացիներն ալ խորան եւ անոր զարայության բոլոր արարգանները ալ պիտի չգրեն։ Դավիթի վերջին խոսքերուն համաձայն համրվեցան Ղևիի որդիներեն 20 տարեկանեն վեր եղողները, որովհետև անոնց բաշտոնն էր օգնել Ահարոնի որդիներուն դիրոջ դան զարայության մեջ։ Իբր վերագացու, քավիթներու, սենյակներու, բոլոր սուրբաներու մաքրության եւ Աստուծո դան զարայության կորձին, նաեւ առաջադրության հացին, հացի ընձայի նաշիհին, անխմոր լավաշներուն, դաբագի մեջ եփվածներուն ու դաբգվածներուն եւ բոլոր հեղուկի ու երկայնքի չափերուն, ներգայանալ ամեն արդու եւ իրգուն դիրոջմեն շնորհակալ լալու եւ զայն կովապանելու համար։ Ու շարունակ դիրոջ արչեւ մատուցանել դիրոջ բոլոր ողջագեզները, շաբաթ օրերը, ամսակլուխները եւ հանդիսավոր դոներուն իրենց թիվին ու գարկին համեմատ։ Դիրոջ դան զարայության մեջ հանդիպումի վրանին բաշտոնը, սրբարանին բաշտոնը եւ իրենց եղբայրներուն Ահարոնի որդիներուն բաշտոնը կգադարեին։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։